Ագրարային համալսարանի դիմացի հատվածը եղած այգին պետք էր փրկել, որովհետև այստեղ երկար ժամանակ ջուր չկար։ Այգում առկա էին 70-ից ավելի 4 ծառեր, դրանցից մնացած կոճղերը ամբողջությամբ հեռացվել է այգուց։ Ծրագրով նախատեսված էր սա 26 թվականին, սակայն Ագրարային համալսարանից դիմել են մեզ, որ այս տարի նշվելու է Ագրարային համալսարանի 95-ամյակը և 95-ամյակին ընթառաջ մենք փոխեցինք մեր ծրագրերը, տնկվելու են այստեղ հասուն ձեռք բերված ծառատեսակներ, հիմնականը թխկիներ են, ունենք ձիակասկեր, ունենք կարմիր թխկիներ, ունենք մշտադալարներ, սոճիներ, ունենք շատ գեղեցիկ, ուրեմն վարդակակաչածառ են կոչվում, որը մենք վերջին 3 տարվա ընթացքում փորձարկեցինք Երևանում, շատ գեղեցիկ է և իրեն շատ լավ է զգում։ Առողջ ծառերը բոլորը պահպանվել են և պետք է անկեղծ լինեմ, դեռ ունենք ծառեր, որոնք հատման ենթակա են։ Տնտեսական սպասարկման վարչության աշխատակիցների կողմից իրականացվել է ոռոգման համակարգի, ոռոգման ցանցի անցկացման կառուցման աշխատանքներ, օգտագործվել է շուրջ 3000 գծամետր խողովակ, անցկացվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ոռոգման ցանց, օգտագործվել են ռոտոր համակարգեր, սպրինկլեր համակարգեր, ամբողջ տարածքը մոտ 2 հեկտար բոլոր մակերեսը փակվում է և հույս ունենք արդեն, որ ավելի քան 30 տարի ոռոգման համակարգ չունեցած այգին եկող տարի էլ ավելի փարթամ, էլ ավելի կանաչ, էլ ավելի զով կդիմավորի տեղի այցելուներին։ Շատ երկար ենք սպասել, քանի որ այգին երկար տարիներ չէր վերակառուցվում, կարգավորվում, շատ ուրախ ենք, որ Ագրարային համալսարանի 95-ամյակի այս արարողություններին արդեն կունենանք բարեկարգ այգի։ Մեր ամբիոնի աշխատակիցները, մեծամասամբ մեր դոցենտները ընդգրկված են նաև կանաչապատման հողակում որպես փորձագետներ, որ մենք վստահում ենք մեր թիմին։ Մեր համար շատ կարևոր է, որ այսօր այս աշխատանքները իրականացնողները արդեն մեր նախկին ուսանողներն են, գրեթե բոլորը, այնպես որ ամեն ինչ իրականացվում է բարձր մակարդակով։ Ծառերին կից տնկում ենք 100 և ավել թփատեսակներ, ներկա պահին ես տնկում եմ կուսածաղիկ տեսակի թփերը։